कितने का है ये? और अदरक नींबू भी चाहिए और चार चार दे दो। हाँ कितने का है चाकू? एक। अच्छा Ջեր բարևներ հերուներից, հեռավոր Հնդկաստանի սիրելիներս, քաղաքում երկու գործ ունեի, մտածեցի մի քիչ երկար քայլեմ, ձեզ համար մի քանի կադր նկարեմ, հնդկական շունչը հաղորդեմ ձեզ։ Ինչպես տեսնում եք, ձայնս էլ դեռ քաշված է, այստեղ շատ աղմուկ կա, ինչպես միշտ շինարարություն է գնում ետևում, մեքենաներ, մոտոցիկլետներ, ռիքշաներ, մի խոսքով, բարևներ Հնդկաստանից։ Սիրելի հետևորդներ, եկեք այսօր ձեզ համառոտ ներկայացնեմ, թե ինչպիսին է քաղաքային կյանքը Հնդկաստանում, այստեղ ապրող սոցիալական ցածր եւ միջին դասակարգի մարդկանց համար։ Հնդկաստանը բազմաշերտ հակադրություններով լի, դինամիկ զարգացող երկիր է։ Հարուստ մշակույթով եւ հզոր տնտեսական պոտենցիալով, որտեղ նույն քաղաքում կարելի է հանդիպել ինչպես ժամանակակից կենսակերպ վարող միջին խավի ընտանիքների, այնպես էլ գոյատևման համար ամեն օր պայքարող մարդկանց։ Այն մի կողմից աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկն է, հիմնված տեղեկատվական տեխնոլոգիաների, աութսորսինգի եւ արտադրության հզոր հենարանի վրա, սակայն մյուս կողմից բախվում է խոր սոցիալական անհավասարության եւ գործազրկության խնդիրներին։ Նշեմ մի քանի ակնհայտ հակասություններ։ Քաղաքները, ինչպիսիք են Բենգլորը, Հայդերաբադը, դարձել են գլոբալ նորարարության կենտրոններ, սակայն գյուղերում մարդիկ դեռ պայքարում են տարրական միջոցներով ապրելու համար։ Օրինակ, մի կողմից գործում են Google-ի եւ Microsoft-ի գրասենյակները, իսկ մյուս կողմից գյուղացիները դեռ ջուր են հավաքում ավազաններից, որպեսզի իրենց կենցաղային կարիքները հոգան։ Բնակչության 50%-ը 25 տարեկանից ցածր է, ինչը մեծ առավելություն է իհարկե, սակայն աշխատանքի պակասն ու ցածր վարձատրությունը ստիպում են շատերին մեկնել արտագնա աշխատանքի։ Տնտեսությունն աճում է, ինչի հետևանքով էլ երկիրը էկոլոգիական ճգնաժամ է ապրում։ Արդյունաբերական աճը հանգեցնում է շրջակա միջավայրի աղտոտման։ Օրինակ, մայրաքաղաք Դելիի օդն աշխարհում ամենաաղտոտվածներից է։ Մի քիչ էլ խոսեմ նույն քաղաքում, սակայն տարբեր կենցաղային պայմաններով ապրող մարդկանց մասին։ Նրանց առօրյան թեև հաճախ միևնույն միջավայրում է ծավալվում, սակայն արմատապես տարբերվում է կենսապայմաններով, աշխատանքի բնույթով, կրթությամբ, առողջապահական հարցերով եւ նույնիսկ մտածողությամբ։ Քաղաքում ապրող միջին խավի ընտանիքները հիմնականում վայելում են կայուն եւ կազմակերպված կյանք։ Նրանք ապրում են բազմաբնակարան շենքերում, հարմարավետ պայմաններում։ Նրանց բնակարանները սովորաբար ապահովված են մշտական ջրամատակարարմամբ, էլեկտրականությամբ եւ ինտերնետ կապով։ Տներում կարելի է գտնել անհրաժեշտ կենցաղային տեխնիկա, սառնարան, լվացքի մեքենա, օդորակիչ։ Այս մարդիկ ունեն ֆիքսված աշխատանք, հիմնականում գրասենյակային կամ մասնագիտական տարբեր ոլորտներում, տեղեկատվական տեխնոլոգիաներ, օրինակ բանկային համակարգ, ուսուցում եւ այլն։ Ի տարբերություն նրանց, քաղաքային ցածր դասակարգի մարդիկ ապրում են շատ ավելի սահմանափակ պայմաններում։ Նրանց մեծ մասը բնակվում է աղքատ թաղամասերում կամ ժամանակավոր կացարաններում։ Ընտանիքներն ապրում են մի սենյակում, համատեղելով խոհանոցը, ննջարանը, նախասենյակը։ Նրանց աշխատանքը հիմնականում ֆիզիկական է՝ շինարարություն, փողոցային առևտուր, մաքրություն կամ օրավարձով բանվորություն։ Ինչու՞ չէ նաև մուրացկանություն։ Դա էլ երևի համարենք որոշակի աշխատանք։ Միջին դասակարգի ընտանիքները ձգտում են իրենց երեխաներին ապահովել լավագույն կրթությամբ, ուղարկելով նրանց մասնավոր դպրոցներ, բարձրակարգ քոլեջներ։ Նրանք նաև մեծ ներդրումներ են անում դասապատրաստման ու բարձրագույն կրթության մեջ։ Մինչդեռ ավելի աղքատ ընտանիքների երեխաները հաճախ սովորում են պետական դպրոցներում, որտեղ կրթական որակը պակաս մրցունակ է, պայմանները այնքան էլ բարվոք չեն։ Բազմաթիվ երեխաներ էլ ստիպված են դադարեցնել ուսումը ընտանեկան բեռը կիսելու կամ աշխատելու անհրաժեշտության պատճառով։ Շատ երեխաներ էլ իհարկե մուրացկանությամբ են զբաղվում ծնողների դրդմամբ։ Առողջապահական տեսանկյունից նույնպես անհավասարություն է իհարկե։ Միջին դասակարգի պատկանող մարդիկ օգտվում են մասնավոր կլինիկաներից կամ ունեն առողջապահական ապահովագրություն։ Նրանք արագ եւ որակյալ բուժօգնություն են ստանում։ Ցածր խավի մարդիկ սակայն հիմնականում դիմում են կառավարական հիվանդանոցներին, որտեղ սպասման ժամանակը երկար է, հնարավորությունները սահմանափակ են, ինչպես նաեւ այդքան էլ լավ չեն վերաբերվում հիվանդներին այնտեղ։ Դե անվճար է։ Այս տարբերությունների հետ մեկտեղ այնուամենայնիվ երկու խավերի ներկայացուցիչների միջև որոշ ընդհանրություններ կան իհարկե։ Երկուսն էլ մեծ կարևորություն են տալիս ընտանեկան կապերին եւ կրոնական ավանդույթներին։ Հարսանիքները, տոները, սոցիալական միջոցառումները արժևորվում են բոլորի կողմից անկախ նյութական վիճակից։
ոչ բարվոք պայմաններում ապրող աղքատ մարդկանց միջև ավելի ակնհայտ են համայնքային համերաշխությունն ու փոխօգնությունը, ըստ իս, քանի որ դժվարությունները սովորեցրել են միասին հաղթահարել խոչընդոտները։ Մեկի համար կյանքը լի է հնարավորություններով ու առաջընթացի հեռանկարով, իսկ մյուսի համար անընդմեջ գոյատևման պայքար է։ Եվ վերջում ավելացնեմ, որ եթե Հնդկաստանը կարողանա նվազեցնել անհավասարությունը, սոցիալական խտրականությունը, բարելավել գյուղական ենթակառուցվածքներն ու ներդրումներ կատարել կրթության մեջ, այն կդառնա գլոբալ գերտերություն։ Այս երկիրն արդեն ապացուցել է, որ կարող է զարգանալ առանց իր մշակութային արմատները զիջելու, եւ հենց դա է նրա հզորության գրավականը։ Տեսանյութի տակ անպայման գրեք ձեզ հետաքրքրող ամենատարբեր հարցերը Հնդկաստանի եւ հնդիկ ժողովրդի հետ կապված։ Ես անպայման կանդրադառնամ նման տեսանյութով եւ կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին։ Հասա տուն ու անմիջապես սկսեցի դասավորել Ռոնիի սենյակի սեղանի վրայի քաոսը։ Օրվա ընթացքում ձեռքի հետ տարբեր իրեր են դրվում սեղանի վրա, ու այդպես խառնաշփոթ է ստացվում։ Քիչ առաջ տեսակ անձնագրիս նկարը։ Իդեպ ցանկացած տեսակի փաստաթղթերի համար նկարված նկարներիցս միակն է, որ շատ եմ հավանել։ Այստեղ ցույց եմ տալիս Ռոնիի դասագրքերը։ Առաջին դասարանի դասագրքերից առարկաներից շատ չեն տարբերվում երկրորդ դասարանի գրքերը, ուղղակի մեկ մակարդակով բարձր են։ Նախորդ վլոգներից մեկում ձեզ մի քանի հետաքրքիր փաստ ներկայացրեցի տղայիս դպրոցի հետ կապված։ Հիմա նույնպես ուզում եմ խոսել մեկ այլ հետաքրքիր փաստի մասին, որը ոչ միայն տղայիս դպրոցին է վերաբերում, այլ ամբողջ Հնդկաստանին։ Հնդկաստանում վերջին տարիներին տեղի են ունեցել նշանակալի փոփոխություններ դպրոցական կրթության ոլորտում, հատկապես կապված երեխաների առաջադիմության եւ նույն դասարան թողնելու հետ։ Հնդկաստանի կառավարությունը 2009 թվականին ընդունեց հանրակրթության իրավունքի մասին օրենքը, որը նախատեսում էր մինչև 8-րդ դասարան աշակերտներին նույն դասարանում չթողնել, անկախ նրանց գնահատականներից։ Այս որոշումը հիմնված էր մի շարք սոցիալական եւ կրթական խնդիրների վրա։ Ինչ եք կարծում, որոնք էին այս որոշման պատճառները։ Աշակերտներն, ովքեր վատ էին սովորում, ցածր գնահատականներ էին ստանում, դե իհարկե մերժվում էին հաջորդ դասարան անցնելուց եւ սա հանգեցնում էր նրանց դպրոցից դուրս մնալուն, հատկապես սոցիալական անապահով ընտանիքներից եկած երեխաների շրջանում։ Նույն դասարանում չթողնելու օրենքը նպատակ ուներ նվազեցնել այս երևույթը, ապահովելով, որ բոլոր երեխաները շարունակեն կրթությունը մինչև 8-րդ դասարան գոնե։ Երկրորդ պատճառը դա քննությունների ճնշման նվազեցումն էր։ Տարեկան կամ կիսամյակային քննությունները հաճախ առաջացնում էին սթրես եւ անհանգստություն աշակերտների մոտ։ Իհարկե բոլորս էլ անցել ենք դրա միջով, ես նույնպես լավ հիշում եմ այդ անհանգիստ օրերը քննությունների հետ կապված։ Մյուս պատճառն այն էր, որ բոլոր երեխաները, անկախ իրենց սոցիալական կարգավիճակից, ունենան հավասար հնարավորություններ կրթություն ստանալու։ Հնդկաստանի կառավարության որոշումը հիմնված էր կրթական հավասարության, սթրեսի նվազեցման եւ աշակերտների բազմակողմանի զարգացման վրա։ Մի խոսքով այս օրենքը նպատակ ուներ նվազեցնել այս ճնշումը, երեխաներին կենտրոնացնելով բուն գիտելիքը ստանալու վրա, այլ ոչ թե գնահատականներ ստանալու եւ հաջորդ դասարան անցնելու վրա։ Այս օրենքը 10 տարի անց վերանայվեց 2019 թվականին օրենքում կատարված փոփոխությունները հնարավորություն տվեցին նահանգներին ինքնուրույն որոշելու շարունակել արդյոք այդ քաղաքականությամբ, թե ոչ։ Այս փոփոխությունը թույլ տվեց որոշ նահանգների կառավարություններին վերանայել իրենց մոտեցումները, բայց 2024 թվականին Հնդկաստանի կառավարությունը փոփոխություն մտցրեց կրկին եւ նոր կանոններով, եթե աշակերտը չի բավարարում առաջադիմության չափանիշներին, նրան տրվում է լրացուցիչ ուսուցում եւ հնարավորություն կրկնակի քննություն հանձնելու համար։ Եթե աշակերտը կրկնակի քննությունից հետո նույնպես չի համապատասխանում չափանիշներին, այդ դեպքում նա մնում է նույն դասարանում։ Սակայն որոշ նահանգներ, այդ թվում Թամիլ Նադուն, որոշել են շարունակել հին քաղաքականությունը մինչև 8-րդ դասարանի աշակերտների համար, այսինքն մինչև 8-րդ դասարան երեխաները չեն մնում նույն դասարանում, անգամ եթե կրկնակի քննությունից կտրվում են։ Այսպիսով կրթական համակարգում ամբողջ Հնդկաստանում մի օրենք չի գործում բոլորի համար։ Որոշ նահանգների դպրոցներում մինչև 8-րդ դասարան երեխաները չեն մնում նույն դասարան, անկախ իրենց առաջադիմությունից, մինչդեռ մյուս նահանգների դպրոցներում սա վերացել է եւ իհարկե կրկնակի քննության հնարավորություն ստանալուց հետո եթե չեն բավարարում
գնահատականները երեխաները մնում են նույն դասարանում։ Իհարկե սա նաև հանգեցրեց աշակերտների մոտ պատասխանատվության պակասի, քանի որ նրանք գիտեին, որ անկախ իրենց գնահատականներից չեն մնալու նույն դասարանում եւ սկսեցին ավելի մակերեսորեն վերաբերվել, չսովորել։ Որոշ աշակերտներ, ովքեր չունեին հիմնական գիտելիքներ, առաջադիմում էին բարձր դասարաններ, որտեղ դժվարանում էին նոր նյութը հասկանալ, ընկալել, եւ սա հանգեցնում էր հետագա դժվարությունների։ Նկատվեց սովորելու մակարդակի անկում։ Իհարկե վերանշված խնդիրները հաշվի առնելով կառավարությունը որոշեց վերանայել աշակերտներին նույն դասարանում չթողնելու օրենքը, ապահովելով կրթության որակը եւ աշակերտների իրական առաջադիմության գնահատումը։ Կոմենտներում գրեք դուք ինչ եք կարծում այս հարցի վերաբերյալ, պետք է աշակերտներին թողնել նույն դասարանում, թե չֆիքսվել գնահատականների վրա եւ ազատ թողնել։ Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ, ձեզ հետ Հասմիկն էր Հնդկաստանից, շուտով կրկին կհանդիպենք։